Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած, երեք մտածում էի, գիտեք, ձեզանից շատ-շատերը պարծենում են մարդկանցով։ Օրինակ, երկրի մեծահարուստներին անունները չեմ ուզում տամ, հա, իմ ողբոր ընկերն է, կամ չգիտեմ, իմ ծանոթն է, աղբորս աղբերն է եւ այլն։ Ձեզանից շատերը մանավանդ երիտասարդներից են։ Պարծենում եք գողականներով։ Սրանով, նրանով, սենց արեց, նստեց, սրան խփեց, նրան ծեծեց, նրան սպանեց։ Հիմա ճիշտ ասած ուզում եմ ես պատմեմ իմ պարծենալիքով, ընկերներ։ Ես պարծենում եմ Քրիստոս Հիսուսով։ Ինչի՞։ Որովհետև միակ տաղամարդ տաղեն է Քրիստոս Հիսուսը, ուղիղ ձեզ ասում եմ, որովհետև թագավորների թագավոր է։ Եթե կան թագավորներ, այդ դրանց թագավորը Քրիստոսն է։ Եթե կան տերեր, դրանց տերը Հիսուսն է, ընկերներ։ Գիտեք, այդ ձեր պարծեցած մարդիկ իրականում մարդ են, հողու փոշեն։ Իրանք խափելու են, իրանք սուտել են խոսալու, իրանք փողի դիմաց ծախվելու են, կարող է ծածուկ անեն, դուք չիմանաք, վերջում կիմանաք, Աստված այդ ամեն ինչը կդնի ջրերես, բայց մենակ իմ Քրիստոս Հիսուսը, իմ Աստված, հա, երբեք իմ Աստված։ Ընկերներ, եթե պարծենում եք, Աստծով պարծեցեք։ Եթե նստում եք ինչ-որ ընկերական շրջապատներ են, մեկը մի հատ գողականից է խոսում, մեկը մի հատ մեծ արուստից է խոսում, դուք Աստծուց խոսացեք։ Որովհետև միակ ճշմարիտը Աստված է, մնացած սաղ սուտ են ու չար են, ընկերներ։ Կարեք դաժե այդ խոսակցության բանի մեջ ասեք, որ ձեր այդ մարդը ում որ պարծենում եք չար է, որովհետև Աստվածը շուշն է վկայում, որ ինքը չար է։ Բայց լսեք, մեկ բարի մասին պատմեմ, որ Քրիստոս Հիսուսն է, ընկերներ։ Պարծեցեք Աստծով, ընկերներ։ Աստված դա շատ սիրում է, իրականում։ Աստուն դա աջել է Եսայայի մեջ իրականում գրած ասում է թող հարուստը չպարծենա իր ունեցվածքով, ասում է չգիտեմ, թող ուժեղը չպարծենա ուժով, ասում է, բայց ասում է պարծեցողը եթե պարծենում էլ է, թող պարծենա թե ինչքան է ճանաչում Աստծուն, ինչքան է պարծեցեք Քրիստոսով, ընկերներ, միակ բարին է, միակն է, որ իրականում որ սուտ չի խոսում, որ աշխարհն էլ ձեզ թեքվի, ձեզ դատապարտի, ձեզ խաչի, Քրիստոսը բեկա ձեր մեջքին կանգնած է։ Մեկն է, որ ամեն ձեր նեղության մեջ իրականում։ Իմ կյանքում շատ վկայություններ ունեմ այս վերջին մի քանի տարիներին, որ Աստված իրապես կանգնել է իմ մեջքին, որ խափանել է այն ամեն իմ չար մտքերը, որ ես իրականում ուզում եի անել եւ այլն։ Աստված իրականում կանգնել է իմ մեջքին, պաշտպանել է, բարձրացրել է, ներել է, սիրել է, նորից ընկել եմ, նորից ներել է, ընկերներ։ Բայց ձեր մեծահարուստներն են ու ձեր գողականները դες չեն անում։ Ամեն ընկածին մի հատ են ապտակում, ամեն, չգիտեմ, սխալ բացին օգտագործում են իր սխալը, որ իրան, ասենք, չգիտեմ, շահագործեն կամ օգտագործեն կամ իրանից գումար վաստակեն, բայց իմ Քրիստոսը ներող Աստված է։ Ես երբ որ սխալ եմ գործում, ընկնում եմ ու գնում եմ իր մոտ, ասում եմ, ոչինչ, ընկեր, ասում եմ, դու սաղին ներելիս, ասում եմ, ես քեզ եմ ներել։ Դրա համար, ընկերներ, ուզում եմ կիսվեմ իմ Աստծով, ուզում եմ կիսվեմ, ուզում եմ, ոնց ասեմ ձեզ, ուզում եմ ներկայացնեմ, որ Աստված կենթանի, Աստված ամեն ինչ որ տեղի ունենում այս կյանքում, ինչ որ ձեր հետ տեղի ունենում օրեկան, ամեն ժամանակ Աստված տենում է ու գիտի ու ամեն ինչ իր ոնց ասեմ, իր վերահսկողության ներքո է, ընկերներ։ Վստահեք Աստծուն, հավատացեք Աստծուն, ընկերներ, պարծեցեք Աստծով, եկեք դեպի Աստված, ու Աստված ձեզ կբարձրացնի, դուք խոնարհվեք մինչև գետնին, ու Աստված ձեզ կբարձրացնի։ Այդ որ պարծենում եք շատերը սրան նրանով, անգամ այդ ձեր պարծեցած մարդիկ ձեզ չեն ճանաչում, դաժե որ զանգեք ասեք, չգիտեմ, Սիմոնն է, ասել են հետո է вообще, բայց Քրիստոսով պարծեցեք, ընկերներ, որովհետև հիմա որ մեկը Քրիստոսին ասի, ասկեն ասելով ես իրան անունով ճանաչում, դաժե գիտեք ասելու իր մոր որովայնի պտղի մեջ ես իրան ճանաչում էի։ Ընկերներ, Աստծուն շատ հավատացեք, Աստված ավելի շատ կենթանի է, քան թե ձեր իմացած մարդիկ ու ձեր տեսած այս ամեն ինչը։ Ուղիղ եմ ձեզ ասում, ընկերներ, վստահեք Աստծուն, ինչքան կարեք վստահեք, ձեր հասկացողությանը մի վստահեք, Աստծուն վստահեք, ընկերներ, որովհետև բարի Աստված, որովհետև մեկն է, որ բարի է։ Աստծով պարծեցեք, որովհետև Աստված է, ընկերներ, ուրիշ Աստվածներ չկան, չկա ոչ մեկ։ Սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ, ուզում եմ ձեզ ներկայացնեմ իմ Քրիստոս Հիսուսին, որին իրականում գտել եմ։ Ճիշտ ասած ինքն է ինձ սկզբից գտել ու այն քաղցրությունը, գիտես, օրենքները պահում ես, որ Աստծուն չկորցնես։ Քրիստոսի հրամայականները պահում ես, ինչ որ պատվիրել է պահում ես, որովհետև վախ ունես, որ Աստծուն կորցնես, բայց ուզում ես ամեն ժամանակ նրա ներկայությունը քո հետ լինի։ Ճաշակեցեք, ընկերներ, Քրիստոսին ու տեսեք, որ Տերը քաղցր է ու բարի։ Ճաշակեցեք, ընկերներ, մոտեցեք Աստծուն, նա կմոտենա ձեզ, ընկերներ։ Կանգնած թակում է սրտի դուռը, բացեք ու կմտնի ձեր հետ ընտրիկ կան, ընկերներ։ Պահեք նրա պատվիրանները ու կգա ձեր հետ բնակություն կանի, ճշմարտությունով ասում եմ, ընկերներ, կտեսնեք ու կհավատաք, որ ճշմարտության խոսքեր եմ ասում, ոչ թե ինձնից օրինած կամ
չգիտեմ, այդ շատ գողականների նման ինչ որ բաներ, օրինակ բաներ եմ ասում։ Այլ միակ ճշմարտությունն է, որ չի բեկանվում ընկերներ, ու ոչ մեկը չկա, որ կարա բեկանի դա։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Դրա համար եկեք ու ճաշակեք ու տեսեք, որ Տերը քաղցր է։ Սրանով եզում կիսվե ընկերներ, պարծեցեք մենակ Քրիստոս Հիսուսով, ուրիշ ոչ մի բանով, դաժե ձեր երեխեքով մի պարծեցեք, որովհետև շատ ժամանակ ձեր երեխեքը մեծանում են ու դառնում են խաղամոլ, չգիտեմ, խմող, հարբեցող, նարկոման, եթե պարծենում եք, պարծեցեք Աստծո, ու Աստված ձեր երեխեքին կօրհնի։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Սրանով եզում կիսվե ընկերներ, օրհնում եմ ձեզ, օրհնում եմ ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքը, թող ձեր գիտությունը բացվի ու հասկանաք, որ մեկ ճշմարիտը դա Աստվածն է, Քրիստոս Հիսուսն է, ուրիշ Աստված գոյություն չկա, ուրիշ անուն էլ չկա, ոչ վերև, ոչ ներքև։ Սրանով եզում կիսվե ընկերներ, օրհնում եմ ձեզ։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։